Սիրելի նորագոճիկներ, սիրելի ծնողներ, քույրեր և եղբայրներ, Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը և այսօր Տաշիրի տարածաշրջանի զինվորական կոմիսարիատում մենք ճանապարհելու ենք եկել մեր հայրենիներին և առաջի զինվորական ծառայությունը, որ պետք է գնան մեկնել։ Սիրելի նորագոճիկներ, սիրելի ծնողներ, ձեզ բարեմաղթանք ենք հղում, մաղթում ենք բարի ծառայություն և ուր որ լինեք, իմացեք, որ սպասում են ձեզ եղբայրները, քույրերը և այն ընկերները, ովքեր որ մեծ ուրախությամբ սպասելու են ձեզ։ Այսօր այս բանին ես ուզում եմ իմ գրած տողերից նվիրել ձեզ, որը բանաստեղծություն է, որից հետո անցնենք առաջ։ Լինի գիշեր թե ցերեկ, լինի ամառ թե ձմեռ, կանգնած են նրանք սահմանի վրա, որպեսզի հող անառիկ մնա։ Այդ հերոսները հայ զինվորներն են, որոնք անտրտուչ սահման են հսկում, որոնք աչալուրջ ու զգոն հայացքով թշնամու սրտում ահ են տարածում։ Անմահ է նրանց գործը կատարած, գիտի ամեն հայ տեսնում է Աստված։ Նրանք են արժան փառք ու պսակի, նրանք են արժան վեհ ակնածանքի։ Նրանց մեջ չկա վախ, չկա ահ ու սարսափ, չկա հուսալքում ու դասալքում, այլ նրանց մեջ կա ուժ, եռանդու ու կիրք, հայրենի հողը պահելու երդում։ Եվ եթե մի օր դաժան թշնամին առաջ է եկել, ապա գլխի կոր թողել է փախել։ Քանզի հայրենին առաջ է նետվել, նենք ոսողի նման, ետ չի նահանջել։ Դարեր են անցել, ու ապացույց կա, որ հայ զինվորից լավ զինվոր չկա, որ հայ զինվոր արյուն կտափի, բայց թշնամու դեմ ծունկ չի խոնարհի։ Փառք նահատակներին և բարի ծառայություն սիրելի զինվորներ, եկեք ծափարենք մեր նորագոճիկներին, Տաշիրի տարածաշրջանի հոգևոր հովիվ հայրենեսես վարդապետ Գալստյանին։ Բարի առավոտ, սիրելի ներկաներ, հերթական անգամ հավաքվել ենք այստեղ ճանապարհելու մեր տղաներին սուրբ ծառայությանը։ Հայրենիքի ծառայությունը այո սուրբ է
Եվ այստեղ մենք հավաքվել ենք ոչ միայն ճանապարհելու, նաև մեր աղոթներով ձեզ մաղթելու բարի ծառայություն եւ բարի վերադարձ։ Հիշեք, ուժը նախ եւ առաջ ձեր հավատքի, ձեր սիրո, ձեր եղբայրասիրության, ձեր հայրենասիրության, ձեր մարդկային արժեքների մեջ է։ Այդ ուժն է, որ ձեզ պահելու եւ պահպանելու է, որպեսզի ամուր կանգնեք մեր հայրենիքի պաշտպանությանը։ Աղոթները մեր պարզ խոսքեր չեն, եւ այստեղ հոգեվորականներով եւ ձեր մայրերի հետ միասին պետք է աղոթենք, որ դուք արժանապատիվ ծառայեք, խաղաղության մեջ ծառայեք եւ ուրախ եւ զվարթ հետ վերադառնաք։ Այս հավաքվածները բոլորդ միասին պետք է աղոթեք, որպեսզի Աստված օրհնի ձեր զավակներին, մեր զավակներին անփորձանք ծառայության մեջ։ Բոլորս միասին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսցե արկայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, սած մեր անապազորդ, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողուք մերոց բարդաբանած, եւ մի տանիր մեզ իփորձություն, այլ փրկյաց մեզ իչարել, զիկոյ արկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, Սուրբ խաչիվս աղաչես սուկստեր, զիսողա փրկեցես մեզ մեղած, եւ կեցուցե շնորհի ողորմության գյուրով, ամենակա Տեր Աստված մեր կեցո է ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Պապանի չևույս ավդացելոս Քրիստոս Աստված մեր, Պայա Պաշպանյան Թովանյավ է Սուրբ պատվական խաչի վտքով, մեր գայրևելիք եւ աներևույթ թշնավույն, արժանավորյա, գոհության, փառավորելս քեզ ընթոր եւ ընսրբող հոգույն, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն, օրնեցիցս Տեր, ամենայն ժամ օրնություն նորայ բերանին, օրնյալ եղերուք, իշնորած Սուրբ հոգույն, երթայք խաղաղությամբ եւ Տեր եղիցեն ձեզ ընդամենեսյանը։ Այո, թող Տերը ձեզ հետ լինի ամենուրեք եւ դուք եք ձեր հավատքով առաստված, ամուր, առողջ եւ ուրախ, բարով ծառայեք եւ բարով վերադառնաք։ Եվ այս բանին խոսքի ուղղության համար բարձրախոսը փոխանցեք տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Լևոն Դավթյանին։ Սիրելի հյուրեր, ծնողներ, պաշտոնյաներ եւ շատ սիրելի մեր զորակոչիկներ։ Նորից հավաքվել ենք այստեղ մի ամուր ձեզ ճանապարհելու հայրենիքի պաշտպանություն առաջնորդեն ձեր ողջ կյանքի ընթացքում, որովհետեւ եթե այդ արժեքները մեր մտքերում, մեր հոգիներում չկա, եթե չկա հայրենիք գաղափարը, եթե չկա Աստված գաղափարը, մենք անհոգի մարմինների պես այս աշխարհի վրա թափառողներ ենք։ Եվ իրավունք ունենալ պաշտպանելու ձեր հայրենիքը, որովհետև հայրենիքի պաշտպանությունը ամեն մեկին տրված չի։ Դրանք ընտրյալներ են, որոնց շարքերը այսօր պիտի լրացնեք դուք, եւ խնդրում եմ, որ այդ գաղափարով այս տարիները, այս 1.5 տարին, այդ գաղափարով առաջնորդվեք, որ դուք ձեզ տրված ժառանգության պահապաններն եք եւ իրավունքը ունենաք այդ ժառանգությունը փոխանցելու ձեզանից հետո եկող ձեր եղբայրներին։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեր բարի ընթացքը եւ հավատացեք, որ նույն ուրախությամբ պիտի դիմավորենք ձեզ այստեղ փառքով եւ օրհնություններով։ Աստված առաջնորդ ձեզ։ Չիմանում երկու ճաշ, վենթերն եմ գտնում հանաշ, այսպես ծագեց արեգակեց, սարդարը բաբի մարդը մեծ, այսպես ծագեց արեգակեց, սարդարը բաբի
ձեր շանաչեք զարդարապատից Սերունդներ դուք ձեր շանաչեք զարդարապատից Բայց մենք չգանք, մենք միշտ գանք, մենք չհանգանք, դեր կգանք, և տանցանքը, ահազանքը, որ մեր հոգու պատկտանք, և տանցանքը, ահազանքը, որ մեր հոգու պատկտանք, զանգեր օղանջեք, զրվասան գաջերին կանչեք, այս ատար մարդիկ, սերունդներ դուք ձեր շանաչեք, զարդարապատից, սերունդներ դուք ձեր շանաչեք, զարդարապատից Շնորհակալություն։ Սիրելի ծնողներ, հարազատներ, այս պահին արդեն կարող ենք հրաժեշտ տալ, որ մեր տղաները մեկնեն ծառայության, բարեմաղթանքներ ասենք, 10-15 րոպեից, որից հետո արդեն պատրաստվեն տղաները։
Ջինա